Բարի լույս եթերում առավոտը Շանթումն է։ Այսօր մարտի 12-ն է, օրը չորեքշաբթի։ Եվ մենք եկել ենք շատ լավ տրամադրությամբ, որպեսզի ձեզ էլ հաղորդենք լավ տրամադրություն, ինչպես տեսնում եք, մեր աղջիկական թեմաները այսպես միշտ շատ են եւ մենք սիրում ենք երկուսով միասին եթերում լինել եւ ձեզ կրկին ու կրկին ասել բարի լույս։ Իհարկե, առաջարկմամբ նախ սկսենք ամփոփել 3 Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունը։ Հիշեցնենք, որ տեղի էր ունեցել ձնահյուս 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 անձ դուրս է եկել, իսկ 1-ն անհետ կորած է։ Արշավախմբի բոլոր անդամները Իսպանիայի քաղաքացիներ էին։ Նրանք լեռան գագաթից դուրս են բերվել ուղղաթիռով, հոսպիտալացվել են, նաև հաշվի առնելով ողբերգությունը շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն տարածեց, խորհուրդ հուսափել այս օրերին լեռներ բարձրանալուց։ Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում արևի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել։ Դրանց ջրապարունակությունը եւ զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացմանը։ Մարտի 11-ից 18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-ից 10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային եւ բարձրալեռնային շրջաններում մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Անվտանգությունից ելնելով կոչ ենք անում խուսափել լեռներ այցելությունից, ասվում է հաղորդագրության մեջ։ Մենք անցնենք առաջ ու ասենք, որ այս եւ շատ այլ մյուս թեմաներին կանդրադառնանք հաղորդման ընթացքում, ինչպես նաեւ լրատվականի մեր գործընկերները կշարունակենք հետևել այս իրադարձություններին, իսկ հիմա գնանք երաժշտություն լսելու միասին։ Մենք վերադարձանք ու ասենք, որ եւս 1+20 աստիճան Երևանում։ Շարունակվում է մարտի համար անոմալ ջերմ գարունը։ Տեղումներ չեն սպասվում։ Օդի ջերմաստիճանը մինչև շաբաթվա վերջ կբարձրանա եւս 4-ից 6 աստիճանով։ Ստեփան-Ցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար։ Առաջարկման միասին դիտենք եղանակի տեսությունն ու վերադառնանք։ Քանի որ քիչ անց խոսելու ենք զարդերից, կանայք առանձնակի թուլություն ունեն զարդերի հանդեպ։ Հասմիկ, դու կփաստես, չէ՞։ Հատկապես մենք զարդեր շատ ենք սիրում։ Թանկարժեք զարդերի հանդեպ։ Հատկապես թանկարժեք զարդեր, այո, ինչպես նշեց Հասմիկը, եւ դրանք թանկարժեք են, ել ավելի շատ ենք սիրում, բայց իհարկե այսօր որոշել ենք պատմել աշխարհի թանկարժեք զարդերից մի քանիսի մասին։ Աշխարհի ամենաթանկ զարդը, որը ամենաթանկն է ադամանդով, արժե $80 միլիոն։ 35.56 կարատանոց քարը սկզբում հայտնի է եղել որպես կապույտ ադամանտ։ 2008 թվականին Լոնդոնի ոսկերիչը այն գնել է $23.4 միլիոն եւ 2011 թվականին վերավաճառել է Քաթարի թագավորական ընտանիքներից մեկին $80 միլիոն։ Հաջորդը մանյակ է, որը կրում է անզուգական անունը։ Այն համարվում է ամենաթանկ մանյակն աշխարհում։ Քաշը 407.48 կարատ է։ Միայն դեղին ադամանդը 230 կարատ է։ Այս քարը գտնվել է 1980
1980 թվականին Կոնգոյում։ Շնորհիվ մի աղջկա քաշը եղել է 890 կարատ։ Հաջորդ ամենաթանկարժեք զարդը դարձյալ կապույտ ադամանդով է։ Այս ադամանդի քաշը 13,22 կարատ է, որը վաճառվել է որպես մատանի։ Մինչև 2014 թվականը այս քարից աճուրդում վաճառվել է ընդամենը 2 անգամ։ Ինչ հետաքրքիր ու գեղեցիկ են, չէ՞։ Իդեպ, քանի որ խոսելու ենք նաև կանանց մեկամսյակից, այո, եւ մենք այժմ մեկամսյակի շրջանակներում ենք, ապա եկեք նաև մի քանի հետաքրքիր փաստ նշենք կանանց տոների մասին։ Դեռևս հին Հռոմում գոյություն ուներ տոն, որը նվիրված էր կանանց, ազատ ծնված կանանց տոն։ Անվանումով տոնին նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց։ Իսկ օրինակ տան իգական սեռի ծառայողներին հնարավորություն էր տրվում այդ օրը հանգստանալու։ Կանանց իրավունքների համար պայքարի օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 1911 թվականի մարտի 19-ին, ապա 3 տարի անց որոշում է կայացվել այն նշել մարտի 8-ին։ Մարտի 8-ը պաշտոնապես նշվում է նաև Չինաստանում եւ մի շարք աֆրիկյան երկրներում։ Ռուսաստանում այդ օրը նշվում է 1913 թվականից։ Խորհրդային միությունում մարտի 8-ը համարվել է ոչ աշխատանքային 1965 թվականին, իսկ հետո արդեն 1977 թվականին միավորված ազգերի կազմակերպությունը մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն։ Անկախության հռչակումից հետո 1996 թվականից մարտի 8-ը հանվեց Հայաստանի պետական տոնացույցից, փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության եւ Գեղեցկության օր։ Այնուհետև 2001 թվականին ընդունվեց տոների եւ հիշատակների օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում։ Իսկ հետո արդեն մենք աղջիկներս լավ էլի այսպես ակտիվություն ցուցաբերելով այն դարձրեցինք մեկ ամսյակ։ Խոսենք նաև շարունակելով կանանց թեման, հետագծից տոները առիթ են հայկական հետագծում եւս կանանց անդրադառնալու համար։ Աշխարհում խորը հայկական հետք թողած բազմաթիվ կանայք կան։ Այսօր կպատմենք նրանցից Կարլա Կարապետյանի մասին։ Լրագրող, գրող, ռեժիսոր մարդ, որ կարողացավ վերհանել հայոց ու այլ ցեղասպանությունների խնդիրները ու ցույց տալ դրանք համաշխարհային լսարանին։ Դիտանք տեսանյութն ու վերադառնանք։ Հայտնի կանանց մասին դեռ շատ առիթներ կունենանք այս մեկ ամսյակի ընթացքում խոսելու, իսկ հիմա ժամանակն է դիտելու գովազդ։ Գովազդ Չանթի եթերում։ Վերադարձանք գովազդից ու առաջարկում եմ լսել իմ ամենասիրելի երաժշտություններից մեկը։ Համաձայն ես։ Իհարկե համաձայն եմ։ Գնացինք Project LA։ Ինչպես արդեն նշել էինք հաղորդման սկզբում, կանանց մասին այս մեկ ամսյակի ընթացքում շատ ենք խոսելու եւ չենք կարող չխոսել այն կանանց մասին, ովքեր որ նորաձևության աշխարհում բավականին փոփոխություններ բերեցին։ Այդպիսի կանանցից մեկն էր Կոկո Շանելը, ում արտահայտությունները դարձան շատ կարևոր նախադասություններ եւ փոխեցին կանանց կյանքեր։ Օրինակ, փոքրիկ սև հագուստ, որը պարտադիր պետք է ունենաս զգեստապահարանում։ Օրինակ, մոդայիկ է այն, ինչ սազում է քեզ, պետք չէ երբեք գնալ մոդայի հետևից։ Օրինակ, որ զարդերը շատ կարևոր են եւ ընդգծող են գեղեցկությունը ու զարդերի թեմային այսօր դեռ անդրադառնալու ենք, բայց եւս մի բան Կոկո Շանելի մասին, որ սա շատ հետաքրքիր փաստ է, որ նրա մահից հետո նրա զգեստապահարանում գտել են ընդամենը 3 զգեստ։ Կոկո Շանել։ Նման կանայք իսկապես ֆենոմենալ են եւ ծնվում են շատ հազվադեպ, այնպես որ պետք է գնահատել, ճանաչել նրանց եւ սիրել։ Իսկ հիմա գովազդ Շանթի եթերում։ Շարունակենք մեր եթերը, ասում են հատկապես արտասահմանյան այցերի ժամանակ Սիլվա Կապուտիկյանը հայկական ավանդական զարդեր է կրել։ Օտարներին շատ են զարմացրել նրա գոտիները։
Ու հիմա հնարավորություն ունեն այդ զարդերով զմայլվելու բոլոր նրանք, որ կայցելեն մեծ գրողի տուն թանգարան։ Մեր տաղավարում է թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը։ Բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Նախ շնորհավոր դեր կանանց մեկ ամսյակը։ Փոխադարձ շնորհավորանքներս։ Շնորհակալություն։ Շատ գեղեցիկ տեսք ունեք։ Շնորհակալություն, շատ դուք նույնպես։ Նախ եկեք սկսենք ամենասկզբից, թանգարանից։ Ինչքան ժամանակ է թանգարանը գործում է, այցելուների քանակը, ովքեր են այն հետաքրքրվածները, ովքեր այցելում են ծանոթանալու Կապուտիկյանի հետ։ Սկսենք ամենասկզբից, գիտենք, որ շատ նորություններ ունեք։ Այ, անընդհատ ունենում ենք նորություններ։ 9 թվականից է բացվել թանգարանը նրա 90-ամյակի առիթով։ Բացել է թանգարանը անձամբ երկրի նախագահը Կարմիր Ժապավենը կտրել է Սերժ Սարգսյանը եւ զարմացել է նրա համեստ ապրելու, այսպես ինչ ասեմ, գաղտնիքների վրա, այո, նրա էության վրա զարմացել է, հատկապես կանգ է առել նրա մահճակալի մոտ եւ զարմացել է, թե ինչու է այսքան նեղ եւ փոքրիկ մահճակալը։ Հետո պարզեցին, որ նույնիսկ մահճակալ չէ, փոքրիկ թախտ է։ Եվ ծածկվում է վարակույրներով, այսինքն դա ցերեկային հանգստի վայր էր ավելի շատ, քան ննջարան, որտեղ ամբողջ գիշեր աշխատում էր, իսկ ցերեկը 1-2 ժամ իրեն թույլ էր տալիս մի քիչ մակերեսային քնել։ Մեր նվիրյալ բանաստեղծուհին այդպես է ապրել։ Թանգարանը գտնվում է շենքում։ Շենքում է, այո։ Եվ արդյոք բնակիչները չեն սրտնեղում այդքան այցելից։ Ճիշտ ասած, բոլորը հին բնակիչներ են, մեծարել են Սիլվա Կապուտիկյանի կյանքի օրոք։ Ճանաչել են։ Այո, եւ համբերությամբ տանում են մեր մեծ խմբերի այցելությունները։ Իսկ որքանով է տարեցտարի ավելանում այցելությունների թիվը։ Պետք է ասել, որ եռապատկվել է, նույնիսկ հնգապատկվել է տարիների ընթացքում, 1200-1400-ի արանքում էին սովորական այցելությունները, հիմա դարձել են 7400, անցյալ տարի ամենամեծ թիվն ենք տվել, 7400։ Երանի թե այս տարի եւս կրկնապատկվի նաեւ այդ թիվը։ Երբ խոսում ենք միշտ թանգարաններից, խոսում ենք այն մասին, որ կարծես թե այս սերունդի երեխաներին միգուցե այդ թանգարանային կյանքը այդքան էլ հետաքրքիր չէ։ Ասեք, տեսնենք, թե դպրոցականների այցելությունները արդյոք շատ եւ արդյոք հետաքրքիր է երեխաներին, միգուցե ունեք նորացված ինչ-որ տարբերակներ թանգարանում։ Բազմաթիվ կրթական ծրագրեր է զուգորդում մեր սովորական էքսկուրսիային, չնայած որ ամեն տարիքի համար մենք վարում ենք յուրօրինակ էքսկուրսիա, այսինքն 4 դասարանցու եւ 7-րդ, 10-րդ դասարանցու համար պատկերացնեք թեման անընդհատ փոխվում է։ Եվ դրանից կախված հետաքրքրությունը, այո, բևեռվում է, երեխային, ասենք, շատ հաճելի է մանկական հատված ուսումնասիրելը, մենք կանգ ենք առնում դրա վրա, ավելի հասուն տարիքի համար, տիկինների, դամաների համար, հիմա մենք, որ զարդերի ցուցահանդես ենք բացել, համեցեք եւ կտեսնեք, որ թանգարանը բոլոր տարիքների համար է հետաքրքիր, 0-ից 100 տարեկան բոլոր մարդկանց համար հետաքրքիր է։ Անցնելով զարդերի թեմային, այո, իսկապես շատերի ամենասիրելի թեման։ Ինչու որոշեցիք հենց հիմա ցուցադրել նրա զարդերը եւ արդյոք դա հենց այն զարդերն են, որոնք Սիլվա Կապուտիկյանն է գրել, թե դրանց կրկնօրինակներն են ցուցադրվում ու ինչպես ձեռք բերեցիք մինչ այս որտեղ էին այդ զարդերը։ Հարցի մեջ դուք ինտրիգ եք հնչեցնում, հետաքրքրություն, որպեսզի այցելուները շատանան։ Հիմա տեսեք, զարդերը այսպես ունեն երկու շերտ, պետք է ասել։ Զարդեր, որոնք կրել է նա անընդհատ ձեր ասած արտասահմանյան այցերի ժամանակ Մոսկվա գնալիս օրինակ կապել է Սիսյանի հայկական գոտին, որ նվիրել է Մերլուսի Կագոլեցին, ես նրա գիրքն եմ վերել ցույց տալու եւ Չինգիզ Այթմատովի 60-ամյակին։ Հենց հիմա մենք տեսնում ենք զարդերի կադրերը, դուք կարող եք պատմել զարդերն, որ նոր են հայտնաբերվել, բայց իմ ասած առաջին շերտի զարդերը ցավոք այստեղ չենք ցուցադրում, հիմա կարող եք սրանց մասին պատմել։ Սրանք հայտնաբերված, ամառը հայտնաբերված զարդերն են, տեսեք, երկհարկանի հմայիլներ կան, ասեղնագործության աստիճանի նուրբ զարդեր կան, ծանր շղթաներ կան, ամեն մեկը մի անկյունում, մի դարակում դրված էր։ Բոլորը իմի հավաքելիս Ալիբաբայի զարդերը, այ իմ ասած երկհարկանի հմայիլն է։ Հենց այստեղ ես բերել եմ եւ գրքով մենք կտեսնենք, թե ինչ է նշանակում հմայիլը, ինչու են կրել։ Կապուտիկյանի նաեւ պայուսակները հրաշալի փոքր, գեղեցիկ եւ զարդեր, որոնք երբևէ գուցե չի կրել, բայց նրա դարակներից հանելիս մի մեծ ամբողջություն կազմեցին բոլորը միասին։ Ում հետ եք դուք այս լուսանկարում։ Ես այս լուսանկարում ինքս ինձ չեմ տեսնում ճիշտն ասած։
Մեր աշխատակիցներով ենք։ Մենք մեր աշխատակիցներով ենք 4 հոգով։ Շատ հետաքրքիր հագուստ է, հա, որը Սա այո, 75-ամյակի հագուստն է, որը տոնական մեծ հանդիսության ժամանակ է հագել։ Նաև մեր հյուրերին թույլ տվեցինք, որ որոշ զարդերով նկարվեն, այստեղ Արտաշատից եկած դպրոցի տնօրենը մեծ ուրախությամբ զարդով նկարվեց։ Նաև մենք աշխատակիցներով։ Շատ լավ, ուզում էիք պատմել այս զարդի մասին, սա կարծես ամենահինն է, ես էլ ցույց տամ հեռուստադիտողին։ Դուք հիմա տեսնում եք հատուկ գլանիկներ են, որոնց մեջ կանայք պահել են եւ իրենց աշխատանքային գործիքը ասեղը եւ թուղթուգիրը, այսպես ասենք հմայիլը, այսինքն բարի թուղթուգիրը, որ երբևէ ոչ մեկը նրանց աչքով չտա։ Հիմա մեր Սիլվա Կապուտիկյանի դարակներից հանած հմայլը երկու հարկանի էր, մեկը ասեղների համար, մյուսը հմայլների համար, ավելի խոշորը թղթի համար է, ավելի փոքրը բնական է ասեղների համար է, այսինքն կինը իր զարդը եւ իր աշխատանքային գործիքը կրել է միաժամանակ։ Իսկ կային արդյոք այնտեղ ինչ-որ թղթիկներ, որտեղ գրվածքներ կային, ինչպես ասիք հմա։ Դրանք ճիշտն ասած դատարկ էին լրիվ, եւ Սիլվա Կապուտիկյանը շատ, ինչ ասեմ, հետաքրքրությամբ, բայց ոչ կիրառական նշանակությամբ է դրանք պահել իր մոտ։ Հավանաբար դրանք երբևէ չի կրել, բայց այ Փարաջանովի նվիրած զանգակները, Լուսիկա Գուլեցու նվիրած արծաթները միշտ կրել է։ Մինչ այս որտեղ էին այս զարդերը, ով ձեզ տրամադրեց դրանք։ Մենք պետք է մեզ տրամադրեինք։ Տնից գտած։ Այո, ուրեմն երբ վերջին անգամ փորձեցինք իմի բերել Սիլվա Կապուտիկյանի ժառանգությունը, գրավորը շատ լավ գիտենք, բայց տան ունեցվածքը տեսանք, որ տարբեր դարակներում, գզրոցներում, տարբեր նույնիսկ արկղերում շատ գեղեցիկ իրեր կան, սկսած լավ գեղեցիկ այսպես նկարազարդված զարդատուփերից, մինչև ասենք ինչ որ արանքում ընկած մի շղթա եւ այլն, այդ ամեն ինչը հասկացա, որ պետք է հավաքենք եւ հավաքելիս ստացանք զարդեր փակ գզրոցներից կարելի է ասել։ Իսկ այս զարդերի հետ կապված ինչ որ հետաքրքիր պատմություններ կան, բացի այն, որ օրինակ Փարաջանովն է նվիրել կամ Ագուլեցին է նվիրել, հստակ պատմություններ, որոնք մենք չգիտենք։ Ճիշտն ասած մի քանի գրություն կար հենց շղթայի վրա կպցրած, հմայլի վրա գրված էր, որ նվեր է ստացել Նորա Ազատյանից Եգիպտոսում, Կահիրեում։ Ոճը հենց դուք երևի տեսաք, ոսկեգույն երկու այսպես դարականի, ոճը արաբական է, բայց մեր Վան Վասպուրականում գիրքը ձեզ ցույց կտա, մեր Վան Վասպուրական դրանք նույնպես շատ կիրառելի եւ շատ տարածված զարդեր են եղել։ Իսկ ինքը վանեցի էր, բնական է, որ կուզենար իր հայրենիքի զարդերը մոտիկ պահել, մտերիմ լինել դրանց հետ։ Տիկին Դեմիրճյան, սա ժամանակավոր ցուցադրություն է, թե նախատեսում եք մշտապես զարդերը ցուցադրել թանգարանում։ Վտանգավոր է, որ եթե ապակիներ չկան, դրանք պահպանող վտանգավոր կլինի մշտական դարձնել ցուցահանդեսը։ Հիմա մենք մեծ աչալրջությամբ հետևում ենք, որ հանկարծ որևէ ասեղ չպակասի, բաց ցուցադրությունը ուստի 1 ամիս կտևի, մինչև ապրիլի 7-ը։ Ուրեմն մինչև ապրիլի 7-ը մեր հեռուստադիտողը եւ մենք նույնպես պետք է հասցնենք գնալ Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարան, որպեսզի կարողանանք տեսնել իր զարդերը։ Մանավանդ կարող եք նկարվել, ասեղնագործ հրաշք, հուլունք հազարդ նաև զարդեր կան, որոնք ամեն մեկը երևի մի անգամ կրած լինի, կամ ուղղակի նայել է եւ պահել է։ Դրանք ամենօրյա կիրառության չեն, ինչպես Լուսիկա Գուլեցու կամ Փարաջանովի տված զարդը, որոնցով շատ լուսանկարներ ունի Սիլվա Կապուտիկյանը։ Իսկ Կապուտիկյանը ինչպես էր մոտենում այս զարդերին։ Ինքը ընդհանրապես խնամել զարդերը, պահպանել։ Այո։ Ինքը ամեն ինչ գիտեր ուրույն ձևով ներկայացնել եւ ես ինքս որ զարդին ուշ ընտելացա, պետք է ասեմ մայրիկս անընդհատ պայքարում էր, ինձ համար զարդեր էր գնում, բայց ես թաղված էի գիրք ուսումնասիրելու, գրականություն ուսումնասիրելու մեջ, արյունի գրականություն, ցավի գրականություն, սփյուռքայի գրականություն էի կարդում, մի տեսակ տեղ չէի տալիս իմ կյանքում զարդին։ Հիմա եթե տեսնեք, ես էլ հայկական զարդին առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում, իմ օղերը նվիրել է Անահիտ Բերբերյանը, մեր զարդարվեստի կարկառուն դեմքերից մեկն է, իր հայրիկն է շատ զարդեր պատրաստել Սիլվա Կապուտիկյանի համար, եւ ես կարծում եմ, որ Սիլվա Կապուտիկյանը դարաշրջան բացեց բոլորիս համար,
որովհետև ցույց տվեց, որ ամեն ինչից առաջ մարդ պետք է կրի իր ազգայինը եւ գեղեցիկ ձևով պետք է մատուցի։ Այնպես որ օտար միջավայրում դա նկատվի եւ մարդիկ հիանան դրանով։ Իդեպ վերջին շրջանում հայկական զարդերը, ազգային զարդերը կարծես ավելի նորաձև են դարձել եւ մարդիկ սկսել են ավելի շատ դա կիրառել։ Արդյոք չի նախատեսվում Սիլվա Կապուտիկյանի զարդերի նման զարդեր պատրաստել, կրկնօրինակները եւ վաճառել։ Այ ինտրիգը հենց դա էր, որ ես ուզում եի ուշադրություն դարձնենք։ Թանգարանը մի տարուց ավել է, որ ուզում է այդ գործը սկսել, այսինքն Սիլվա Կապուտիկյանի զարդերի կրկնօրինակներն ենք ուզում ստեղծել, հենց Անահիտ Բերբերյանին են խնդրել, նա Վանի մատանու յուրահատուկ տեսակ կա, հենց այս տաղավարից ես խոսել եմ դրա մասին, Վահան մատանի կամ խույր մատանի է կոչվում սուր, այսպես բավական ծանր քաշով մատանիներ են։ Հիմա մի քանի օրինակ մենք պատրաստել ենք, բայց դա լուրջ հիմքերի վրա դնելու համար, նաև վզնոցները, նաև ապարանջյանը կրկնօրինակելու համար դուք պատկերացնում եք հովանավորչական ինչ մեծ ներդրում է պահանջում։ Հիմա ես կուզենամ, որ դուք էլ հռչակեք այս մասին, եւ մենք մեր բանաստեղծուհու նաև այս ժառանգությունը կարողանանք բարձրացնել եւ դարձնել մեր հանրության սեփականությունը։ Դա միայն կգեղեցկացնի մեր կանանց։ Խոսեցինք զարդերից, հետաքրքիր է նաև հագուստից խոսել, արդյոք կա հագուստի ցուցադրություն, եղել է այսպիսի բան կամ նախատեսվում է։ Հենց հիմա դուք տեսաք 75-ամյակի շքեղ զգեստը, այո, ախտարոց այսպես գեղեցիկ եւ զարդարված թևքերը երկար, յուրահատուկ հագուստ է 75-ամյակին ծննդյան օրն է հագել, բայց ասեմ, որ նա բազմաշնորհ էր եւ նկարելու, եւ մոդելավորելու, եւ գծագրելու, եւ կտրել կարելու մեջ։ Երիտասարդ տարիներին հաճախ իր հագուստը հենց ինքն է կարել, եւ դրանց գծագրերը մեծացրած քանի անգամ մենք ներկայացրել ենք։ Այսինքն բանաստեղծություն է գրել, արանքում ինչ որ գլուխ է նկարել, բայց ընդհանուր էսքիզ է արել, ամբողջ էջով մեկ էսքիզ է արել։ Այսինքն իր բոլոր շնորհները այդտեղ երևում են, եւ բանաստեղծելու, եւ նկարելու, եւ գծագրելու ձիրքը։ Նաև կարի մեքենան ցուցադրեցինք անցյալ տարի հենց այս օրերին, որ մարդիկ տեսեն ինչով էր կարում Սիլվա Կապուտիկյանը։ Տաղանդավոր մարդը, տաղանդավոր է ամեն ինչ։ Հրաշալի ձևակերպում ասացիք։ Բացի հայկականի սիրահար լինելուց, Սիլվա Կապուտիկյանը նաև, եթե չեմ սխալվում, ունեցել է Քրիստիան Դիորից որոշ հավաքածուներ։ Հենց հիմա ցուցադրված են դրանք, այո։ Համեցեք տեսեք կապույտ գեղեցիկ տուփերի մեջ Քրիստիան Դիորի դիմափոշի եւ ուրիշ ինչ որ շպարի բարագաներ եւ հետաքրքիր մի բարդ ունենք նվիրված մի հրաշալի կնոջ կողմից Լուսինե Գինոսյանի օծանելիքը ծայրից ծայր մեջը պահպանվում է հրաշալի բույրով։ Երեխաները երբեմն խնդրում են հոտոտել, բացում թույլ ենք տալիս եւ բոլորը զմայլվում են։ Բոլոր իմաստներով նա առաջատար է եղել, բոլոր իմաստներով։ Ապագայի հետազոտողը հաստատ շատ մեծ բացահայտումներ կանի, այս երակ բացահայտումների հիմա որ մենք ներկայացնում ենք, ամենասպարես պետք է իր պրոֆեսիոնալին ուղարկի եւ Սիլվա Կապուտիկյանին մենք հասկանանք եւ իբրև կնոջ, եւ իբրև ազգագրագետի, եւ իբրև նկարչի, եւ իբրև մոդելավորողի, բոլոր ասպարեզում դուք շատ ճիշտ ասացիք, նա առաջինն էր եւ առաջատար էր։ Տիկին Դեմիրճան, ես գիտեմ, որ վերջերս պետք է լույս տեսնել Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործությունները բացահայտող որևէ գիրք։ Ինչ կասեք այդ գրքի մասին։ Լույս տեսավ, գիրքը լույս տեսավ, Փառք Աստծո դպրոցների համար օժանդակ էսպես մի փոքրիկ ձեռնարկ է, որտեղ ես ինքս գրեցի նախաբան, թե ինչպես պետք է հասկանալ Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները, նրանք որոնք շատ բարդ են, օրինակ Կլեոպատրան, որտեղ բառաստեղծման մի հեղեղ է գալիս բառի վրա եւ դու չես հասցնում ընկալել թե այդ ինչ հրաշք է, այսպես ջրվեժի նման հոսում են բառերը, այսինքն բառակերտման, բառաստեղծման մեծ վարպետ էր Սիլվա Կապուտիկյանը, բայց ես անցում եմ կատարում նաև պրիմիտիվ բանաստեղծություններին, որոնք տողատակեր ունեն։ Այո, եւ տողատակեր ունեն, եւ գիտեք, ես մտածում եմ, որ եթե մարդը պետք է սովորի հայերեն խոսել, Սփյուռքում ասենք մենք ունենք անգլախոս, ռուսախոս, գերմանախոս մեծ համայնքներ։ Մեծ հեշտություն է, ուրեմն, այդպիսի պրիմիտիվ կոչվող ճակերտավոր բանաստեղծություններով մտնել հայկական խոսքի զգացողության մեջ։ Այսինքն Կապուտիկյանը ամենա է եւ այս ծայրից եւ մյուս ծայրից։ Նա թույլ է տալիս, որ եւ լեզուն շատ լավ հասկացող եւ լեզուն նոր ուսումնասիրող մարդը մտնի հայոց լեզվի տարածք եւ այդ գանձարանը դարձնի իրենը։
Շնորհակալություն։ Մենք Կապուտիկյանից ունենք դեռևս չբացահայտված գործեր, թատերական պիեսներից։ Դուք ուշադիր լսել եք մեր նախորդ հաղորդումը, այո։ Թատերական երկու պիես բեմադրվել է, հատկապես Դուել Բրուտոսը մի մեծ ֆուրոր արեց։ Այն աստիճան, որ նա սկսեց ինքն իրեն խանդել։ Ասում եմ, հրաշալի բանաստեղծությունները թողած բոլորը Դուել Բրուտոսից են խոսում։ Ցավոք դա կորել է։ Ես չեմ կարողանում հմեկի արխիվներում գտնել։ Բայց մնացած դրամատիկական գործերը, որոնք նախորդ անգամ էլ ասացի, արտագրված են, սևագրված են, մաքրագրված են, դեռ վերջակետին հասցված չեն, դեռ որն է, երբ պետք է հասցվի, բայց կարելի է դրանցից ինչ-որ մի բան անել և կա մի լիբրետո, Մարինե, ուր է իր Մարինե, մոտավորապես այսպիսի վերնագրով, 7 էջե անձամ ես բռնեցի ձեռագրիչ շարեցի, Սովետական դարաշրջանի սիրո պատմություն է, մոլորված և այսպես իր սերը կորցրած աղջիկա պատմություն, եթե էկրանավորվի մի հրաշալի բան էլ դա կդառնա։ Շնորհակալություն, շատ շնորհակալ ենք, հիշեցնենք, որ մեր հյուրն էր Կապուտիկյանի տուն թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը։ Շնորհակալություն զրույցի համար, իսկ մենք գնանք գովազդ դիտելու։ Եվ վերադառնանք։ Վերադարձանք գովազդից ու առաջարկում եմ օրվա դրական ռիթմն ավելացնելու համար լսենք երաժշտություն և վերադառնանք։ Կանանց թեմաներն անսպառ են և ինչպես նշել ենք, մեկ ամիս շարունակ խոսելու ենք միայն ու միայն կանանցից։ Մենք հաճախ ենք ասում, թե կինը պիտի լինի առողջ, գեղեցիկ, հասցնի բոլոր գործերը տան, երեխաներին միշտ մաքուր պահի, աշխատի, նաև ամուսնուն դիմավորի, հարդարված լինի, լավ տրամադրություն ունենա, շատ ու շատ հարցեր, որտեղ որ կինը պիտի պարտադիր այդպիսին լինի։ Բայց արդյոք հասարակությունը չի պահանջում կնոջից ավելին, քան նա կարող է, որովհետև ի վերջո մենք էլ ենք մարդ։ Այո։ Տոնական միամսյակի շրջանակներում մեր տաղավարում է Բուժինֆո հաղորդաշարի հաղորդավարուհի, գեղեցկուհի, բժիշկ նյարդաբան Ռիփսիմե Պոդոսյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհավոր ձեր միամսյակը։ Մենք միանգամից անցնենք զրույցին, այլ ինչպես եք դուք հասցնում, ինչով եք զբաղվում առհասարակ, որտեղ եք աշխատում, բացի Բուժինֆո հաղորդաշարից և ինչպես եք կարողանում այդ ամենը հասցնել։ Եվ ինչպես արդեն շեշտեցինք, տան գործեր, տրամադրություն, երեխաներ հասցնում եք այդ ամենը իրականացնել, թե ոչ։ Փաստացի հասցնում եմ։ Շատ լավ նշեցիք, որ այո, կնոջ հանդեպ պահանջմունքները շատ են, բայց ինձ մոտ միանգամից միտք ծագեց, որ երբեմն այդ պահանջները ինքներս մենք ենք դնում մեր առջև։ Այդ պլանկան բարձր մենք դնում ենք և մշտապես փորձում ենք համապատասխանել։ Ես իհարկե բացի իմ հիմնական աշխատանքից որպես նյարդաբան, որ 10 տարուց ավել աշխատում եմ, այս պահին մի փոքր ավելի ընդլայնվել է սֆերաները, որում ես մեծ հետաքրքրվածություն ունեմ, վարում եմ հաղորդումը, նկարահանման եմ գնում մեծագույն սիրով, իդեպ ինչպես ասեցի, ինձանից որևէ ջանք, մեծ էներգիա չի տանում, այլ ես միայն լիցքավորվում եմ նկարահանման օրերից, բացի դա սովորում եմ այս պահին օնլայն հոգեբանության և քոուչինգի, NLP տեխնիկաների համալսարանում Մոսկովյան շատ հետաքրքիր։ Մոռացանք ավելացնենք, որ կինը կարող է նաև այդ բոլորին գումարած նաև սովորել մի նոր մասնագիտություն։ Մշտական կրթությունը ապահովել։ Միայն կինը կարող է այդպիսին լինել։ Եկեք ամենայն ազնվությամբ ասենք աղջիկներ։ Օրինակ ինձ մոտ շատ հաճախ լինում է շրջաններ, երբ կողքից ասում են, որ ինչպես ես հասցնում, բայց ես կարծում եմ, որ ես այդքան էլ չեմ հասցնում։ Ես ինձ անընդհատ երբեմն մեղադրում եմ, որ գուցե կարող էի եւս մեկ բան ավել անել։ Ձեզ մոտ էլ է լինում նման իրավիճակը եւ ինչպես է դա մասնագիտորեն պատասխանեք, ինչպես է դա ազդում մարդու առողջության վրա ի վերջո։ Շատ լավ հարց բարձրացրիք իդեպ, որովհետև չհասցնելը եւ ժամանակի սխալ կառավարումը ստրեսի գործոններից մեկն է։ Այ մենք օրինակ ինչպես ասում են առողջության հենասյուններից, այո, երկարակեցության, առողջ ապրելու հենասյուններից հենց մեկը, բացի լավ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը, նաև ստրեսի ճիշտ կառավարումն է։ Իսկ երբ մենք ժամանակը չենք կառավարում, այդ time management կոչվածը, մեր ստրեսը բնականաբար շատանում է։ Ես սովորաբար ինչ եմ խորհուրդ տալիս, իհարկե ինձ մոտ էլ այդ զգացողությունը լինում են, անավարտ, ինչ որ անավարտության զգացողությունը, որ իմ առջև օրվա ընթացքում դրել էի 6-7 կամ ավել գործողություններ, որոնք պիտի անեի եւ չեմ հասցրել։ Ես սովորաբար խորհուրդ եմ տալիս լինել ավելի ռեալիստ եւ
հանձնարարությունները, որոնք մեզ համար, օրինակ, նախորդ օրը իդեալական կլինի, եթե քնելուց առաջ մենք մեզ համար մեր օրագրում կամ ինչ-որ բլոկնոտում նշենք, թե ինչ անելիքներ ունենք։ Նախ դնենք ըստ, այսպես ասած, առաջնահերթությունների, հա, պրիորիտետների հստակ պատկերացումը շատ օգնում է այստեղ, որն է առաջնահերթ, որն է շտապ, հրատապ եւ որը կարելի է հետաձգել։ Եվ չդնել 6-7 հանձնարարություն, այլ օրինակ ընտրել 3-ը, որոնք ավելի ռեալ է կատարել։ Ինչու, որովհետեւ օրվա ավարտին, երբ որ մենք այդ արդեն կատարվածի զգացողություն ունենք, դա մեզ շատ մեծ մոտիվացիա է։ Այո, մենք պետք է մոտիվացիան չփնտրենք դրսում, այլ այդ մոտիվացիան մեր հենց արած գործողությունների ու մեր կատարած առաջադրանքների հետևանքով է առաջանում։ Աղջիկներ, վերջերս մի նախադասություն լսեցի, երբ ասեցին, որ հայ աղջիկները time management-ի թակուհիներն են։ Ինձ շատ դուր է եկել այդ նախադասությունը, որովհետեւ իսկապես պիտի լինենք ամենայն անձնությամբ եւ ասենք, որ շատ ենք մենք բոլոր ճամփորդում եւ Եվրոպայում, Ամերիկայում բոլորը չեն որ կարողանում են, հա, այսինքն մի քանի գործողություն միևնույն ժամանակ իրականացնել։ Ես չգիտեմ, դա մեր բնույթն է այդպեսին, թե մենք ինքներս ենք ձգտում այդպեսին լինել, բայց իսկապես մենք կարողանում ենք մի քանի աշխատանք, մի քանի տան գործ, պլյուս, ինչպես նշեցինք արդեն ամուսին, երեխաներ, այդ բոլորը կառավարել եւ ճիշտ կառավարել։ Եվ ամբողջ կարևորությունն էլ ի վերջո նաեւ տալ մեզ ինքներս մեզ ժամանակ տալ։ Այդ դա հարցի երկրորդ կողմն է, դա մենք կարողանում ենք, թե ոչ։ Ճիշտ է, գիտեք, ես էլ կարողանում ենք, դուք դա քանի ժամ եք օրական հատկացնում ինքներդ ձեզ, որ ունեք այսպիսի գեղեցիկ տեսք։ Բարդ հարց է, շնորհակալ եմ շատ, փոխադարձ է։ Իհարկե ես աշխատում եմ այդ ուղղությամբ, ամենակարևորը, իդեպ վերջերս ճանապարհին գնում ենք դպրոց եւ իմ աղջիկը հարց է տալիս 8.5 տարեկան է, ասում է. «Մամ, եթե ընտրելու լինեիր, կարող եմ մի հատ հարց տալ», ասում իհարկե, եթե ընտրելու լինեիր, որը կընտրեիր, սիրուն լինել, թե առողջ։ Ասում լույսից կարող եմ համակարգային ավելի երկար պատասխանել, ասում է իհարկե, ասում եմ գիտես ինձ համար առողջությունը արդեն գեղեցկություն է, ինչ եմ ուզում ասել, որ եթե մենք կարողանում ենք մեր ներքին բալանսը, մեր ներքին հավասարակշռությունը պահպանել, ինչքանով որ դա հնարավոր է, իհարկե անգամ օրը անկանխատեսելի է, ամեն վայրկյանդ օրդ ստրես է, բայց եթե դու ունես որոշակի հենման կետեր, օրինակ օրվա ռիտուալներ, դա քո քնի հիգիենան է, առավոտյան բավարար ջուր խմելը կամ քո սննդային ինչ-որ չգիտեմ, հավելում կամ վիտամին օգտագործելը, կամ օրինակ ինձ օգնում է իդեալական, երբ ես կարողանում եմ դադարներ վերցնել կարճատև, իդեպ 1 ժամվա ընթացքում օրինակ խորհուրդ է տրվում 10 րոպե դադար վերցնել եւ անցկացնել դա որակյալ, ոչ թե էլի զրույցով 10 րոպեի ընթացքում 10 րոպե լռություն։ Օրինակ տանը գործ եմ անում կամ բուժառուներին եմ նայում զննում, եթե կա հնարավորություն եւ մյուս բուժառուի դեռ ժամանակ կա 10 րոպեն, ես այդ ժամանակ չեմ զրուցում, որևէ սոցկայքեր չեմ թերթում, ուղղակի կարող է լռություն տամ ինձ, ջուր խմեմ, պատուհան բացեմ, ինչ որ մի քանի տող, եթե ունեմ փոքրիկ գիրք, սովորաբար պահում եմ պայուսակում, ունակ հետաքրքիր ընթերցանության զուտ շեղվելու համար, կամ ինչ որ մտքեր եմ գրի առնում, որ էլի հիշել եմ, որ պետք է անեմ։ Այդ փոքրիկ դադարները շատ են օգնում սովորաբար։ Շատ լավ խորհուրդ է։ Հետաքրքիր կարելի կիրառել։ Փորձենք, ասենք, Եթե կհիշեք, այդպեսի մի հատ փոքրիկ մանրապատում նկար կա, ռուսերեն է, արագ պատմեմ, երեխաները փորձում են դուռը կոտրելով ներս մտնել, բայց ներսում մայրիկն է, իր շուրջը այսպես փոքրիկ դեսերտ է դրված, թեյ է դրված եւ երեխաները չեն կարողանում ներս մտնել, կոտրում են դուռը, այնտեղից գրված է ինչ ես անում, դուռը բաց արա, մայրիկը եւ այնտեղ խոսքն է, որ գրված է «Делаю вам счастливую маму»։ Ինձ այնքան է դա գալիս, որ այսինքն կինը այդ մշակույթը եւս պետք է ձևավորել, որ իրեն էգոիստ չզգա, եսասեր չզգա եւ իրեն հատկացնի այդ 10 րոպեն կամ կես ժամը օրվա ընթացքում, որի կարիքը ինքը ունի եւ լռության մեջ վայելի իր առանձնությունը, այսպես ասած։ Ապրիքսի մեկի խոսենք նաև մի փոքր ավելի լուրջ թեմաներից, կանանց հիվանդություններ, որոնք են, որ այս ժամանակաշրջանում կամ միգուցե այս դարաշրջանում ամենատարածվածն են։ Ինչ հիվանդություններով են տառապում կանայք։ Տեսեք, երևի թե այդ խոսքը բոլորը գիտեն, որ ասում են բոլոր հիվանդությունները ստրեսից է, բոլոր հիվանդությունները նյարդից է եւ նյարդային համակարգից է։ Միգուցե որոշակի ճշմարտություն կա, որտեղ այսօր տեմպը ամբողջ աշխարհում շատ արագ է, փորձում ենք ամեն ինչ հասցնել եւ հենց միայն ստրեսի մակարդակի բարձրացումը, անընդհատ ստրեսային հորմոնների արտազատումը մեր այրան մեջ բերում է տարբեր հորմոնալ խանգարումների, քրոնիկ հիվանդությունների սրացման կամ նոր հիվանդությունների զարգացման։ Եթե սկսենք նյարդային համակարգի տեսակետից նայել, ապա այո, այդ շտապողականությունը եւ ստրեսը սխալ կառավարելը միգուցե բերում է շատ ու շատ հորմոնալ խանգարումների եւ ավելորդ քրոնիկ հիվանդությունների զարգացման։ Ընդհանուր եթե այդպես պատասխանենք։ Քանի որ մեր թեման ծավալուն է ու հետաքրքիր, առաջարկում եմ դիտենք գովազդ, հետո անպայման վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը։
վերադարձանք եւ շարունակենք մեր մեկամսյակին նվիրված աղջկական թեմաները։ Հիշեցնենք, որ մեր հյուրն է Բուժինֆոյի հաղորդավարուհի, բժիշկ նյարդաբան Ռիփսիմե Պոդոսյանը եւ շարունակենք մեր զրույցը։ Մեր օրերում շատ ենք տեսնում, հատկապես սոցցանցում, որ կանայք իրենց կյանքը ներկայացնում են իդեալական, որ հասցնում են եւ ինքնախնամքով զբաղվել եւ երեխայի հետ զբաղվել եւ տունը մաքուր լինի, ամուսինը երջանիկ, մի խոսքով ամեն ինչ եւ այլ կանայք, որոնք չեն հասցնում կամ 1-2 բան թերի են հասցնում, սկսում են կոմպլեքսավորվել, մտածել, որ իրենք գուցե այնքան էլ լավը չեն։ Արդյոք սա այս դարի խնդիրն է ճակերտավոր ասված։ Եվ չմոռանանք, որ այդ ամենն անում են ֆիլտրերով։ Սա էլ է շատ մի կարևոր փաստ, որն էլ ավելի է նյարդայնացնում այն բոլոր կանանց, ովքեր որ չեն հասցնում դա իրականացնել։ Հետաքրքիր է, այո, համաձայն եմ։ Նախ իհարկե իմ տեսակետը, որ շատ ավելի կարևոր է լինել, քան թվալ։ Կարծում եմ կհամաձայնեք։ Այո, երբեմն երբ դու ուզում ես ավելին թվալ կամ ներկայացնում ես ավելին եւ դա քեզ համար առաջ գնալու, պրոգրես ապրելու մի կետ է, խնդրեմ, այո, բայց դա չպիտի լինի չափազանցվածության հասցված, երբ որ դու քո իսկ այդ ստեղծած ֆիլտրերին պիտի անընդհատ համապատասխանես։ Բայց մոռացա հիմնական հարցը ինչ է։ Կոմպլեքսների մասին եմ ուզում խոսենք։ Տեսեք, ինչ հետաքրքիր բան է, արվել է սոցհարցում կանանց շրջանում եւ հաստատվել է, ինչքան զարմանալի է, որ կին օրվա ընթացքում կարող է 8-ից 10 անգամ ինքնախարազանմամբ զբաղվել, ունենա ինչ-որ բարդույթներ, կասկածներ եւ ինքն իրեն մեղադրելու կամ քննադատելու ինչ-որ բաներ, որոնք ներքին իր մոտ դիալոգներ են գնում եւ ինքը արդեն ինչ-որ թերարժեքության զգացողություն է ունենում։ Եվ ինչքան կարեւոր է, որ ելի եմ ասում, այո, աճի համար, եթե դա քեզ օգնում է որոշ կետեր տեսնել, ինչի վրա դու դեռ աշխատելու տեղ ունես, ինչն ես ուզում վերափոխել, փոխակերպել, բայց դու պետք է չմոռանաս նաև քեզ գովել, դու չպետք է մոռանաս կենտրոնանալ նաև քո բոլոր արժանինքների վրա։ Այսպեսի մի փոքրիկ պատմություն կա, որ ուսուցիչը, չգիտեմ, պրոֆեսորը իր ուսանողներին մի հատ մաքուր թերթ է դնում սեղանի, որի վրա մի հատ փոքրիկ կետիկ է սև եւ ասում է ինչ եք տեսնում այստեղ եւ բոլորը միաձայն ասում են սև կետ։ Ասում են տեսեք դուք ոչ մեկը չնկատեցիք այս գեղեցիկ մաքուր թերթիկը եւ ֆիքսեցիք միայն այդ կետը։ Հիմա նույնը մենք, եթե մենք ֆիքսվենք միայն մեր բարդույթների վրա եւ կասկածամտությանը շատ ժամանակ ու տեղիք տանք, մենք անընդհատ երևի թե այդ բալանսի այդպես էլ չգանք ու մոռանանք մեզ գովել ու մեզ սիրել ու ընդունել այնպեսին, ինչպեսին որ մենք կանք։ Բայց վերադառնա է կարևորը, սիրելը ինքներս մեզ։ Այո, ես էլ եմ նույն հարցի վերադառնանք ամենասկիզբը, երբ ասեցիք, որ հենց առողջությունն է գեղեցկությունը։ Միգուցե եւ այս բարդույթները եւ ապացուցված է միգուցե չէ, որ սա նաեւ ներքի խնդիրի ինքնարտահայտման տեսակ է, հա, անբավարարվածություն, միգուցե սիրո պակաս, որը շատ կարևորում է մեր կյանքում, կամ առհասարակ սպասելիքների չարդարացում։ Այո, ինչ շատ լավ ես ավելի շատ ֆիքսվում եմ միշտ սիրո պակասի վրա, եթե ամենայն ազնվությամբ ասեմ, որովհետև ես միշտ կարծում եմ, որ լավ երգ ունենք, սերն է պակասել, մեր կյանքում սերը մի փոքր պակասել է եւ դա միայն այն սերը չէ տղամարդ եւ կնոջ, դա կլինի շրջապատի սերը, երեխայի։ Եթե մարդ իսկապես սիրով լի է իր կյանքով, մեկ եկեք փաստենք այդ փաստը, երջանիկ է այդ մարդը։ Գիտեք, միանշանակ համաձայն եմ եւ այդ սերը փաստորեն մեր ներսում է, մենք ոչ թե դրսում ենք փնտրում, իրական երբ ենք մենք գեղեցիկ, երջանիկ, երբ որ մեր աչքերը փայլում են եւ այդ սերը ու երջանկությունը մենք գեներացնում ենք մեր ներքին վիճակից։ Այ ինչպես է որ մարդիկ տարածում են, ճառագայթում են այն, ինչ իրենց ներսում կա եւ բնականաբար այդ ներքին հագեցվածությունը, տեսեք, նախկինում շատ կարեւոր էր այդ կազմը, ֆուտլյարը, հա, որ ասում են։ Հիմա ժամանակակից աշխարհում ես նկատում եմ միտում, որ բոլոր ավելի շատ ներքին հոգեկան առողջությանն են ուշադրություն դարձնում, այսպեսի խոսք ասում են, սամարեֆլեքսիա, երբ որ դու անընդհատ փորձում ես ներս նայել, քո հուզմունքները, քո պահանջմունքները ավելի լավ ճանաչել, քո սեփական անձը եւ տեսակը եւ նախասիրությունները։ Տարօրինակ բան կա, բայց շատ օրինակին բուժառուները կանանց, երբ հարցնում ես օրինակ, ինչպես ես լիցքաթափվում, ինչ ես սիրում անել, առաջինը բլոկ է, որովհետև մենք այնքան սովոր ենք շուրջ բոլորի մասին հոգ տանել, բայց մենք մոռանում ենք մեր տարական պահանջմունքների մասին, մոռանում ենք երբեմն ներս նայել ու լսել մեր ներքին ձայնը։ Հավատացեք, եթե մենք դրան ժամանակ հատկացնենք, մենք մեզ ավելի շատ կճանաչենք, ավելի շատ կսիրենք, ընդունենք եւ այդ սերն էլ կկարողանանք տարածել։ Օրինակ, որոնք են ձեր սիրելի զբաղմունքները, հոբիներ ունեք։ Սիրով կիսվեմ, էլի միտք կա, որ յուրաքանչյուր կին պիտի արվեստով զբաղվի, անկախ նրանից ինքը ինչ սֆերայում եւ ինչ պրոֆիլի ինչ մասնագետ է, համարվում է, որ օրինակ գործել, ձեռքի աշխատանք
իմ բախտը բերել է, որ ես ունեմ շատ արտիստիկ աղջիկ, ես ընդհանրապես երաժշտություն եմ սիրում լսել, առանց երաժշտության իմ օրը ուղղակի չի անցնում, ունեմ տարբեր տրամադրության եւ հոգեվիճակների երգապնակ, որոնք սովորաբար լսում եմ, բայց իմ աղջիկը շատ սիրում է ստեղծագործել, իհարկե պլաստիլինի այդպեսի նման չեմ կարողանում պատրաստել, բայց մենք ունենք սիրած ռիտուալ, որ շաբաթական գոնե 1-2 անգամ ջրաներկերով, ակրիլային կամ տարբեր ներկերով մենք նկարում ենք ու կապ չունի դրանք ուղղակի նախշեր են, ուղղակի գույներ են, ուղղակի ներկելը, այսինքն այդ մտքերը, հույզերը, նույնիսկ գույներով արտահայտելը թղթի վրա շատ օգնում է։ Ինձ համար իմ ռիտուալները դրանք պարտադիր լավ քունն է, որ 6-ից 8 ժամ քնելը։ Քնի հիգիենան եւ խիստ հետևում եմ, ընկերներս նույնիսկ կատակում են, որ 10-ից հետո ես այլևս չաթում չեմ եւ չեմ արձագանքում չաթերին, գիտեն, որ մանկական ժամով եմ քնում։ Քնի հիգիենան է կարծես թե ֆիզիկական ակտիվությունը, որ հիմա մի փոքր այն աբանիմենտը ունեմ, շատերի նման, բայց բավարար չեմ հասցնում գնալ։ Երբ ասում էին ծիծաղում էի, հիմա ես եմ նույն վիճակում, բայց եթե անգամ չեմ հասցնում, ես տանը անկեղծ ասած էլի շաբաթ 2 անգամ գոնե յոգայով պետք է զբաղվեմ, նույնիսկ տանը։ Իմ կովրիկը փռեմ եւ տանը գոնե յոգա անեմ, որը էլի ինձ լիցքավորում է։ Այսինքն իմ հենման կետերը երևի թե տնային ռիտուալներից այդ նկարչությունն է, երաժշտությունն է, յոգայով զբաղվելն է եւ քնի հիգիենան է։ Իսկ առողջական տեսանկյունից որ խնդիրներն են, որոնք ահազանգ են կարծես թե եւ չպետք է կանայք բաց թողնեն դրանք ու անպայման պետք է դիմեն բժշկի։ Գիտեք, այստեղ էլի վերադառնանք այ ինքնաճանաչմանը, որ եթե կինը իր մարմինը, միտքը լավ ճանաչում է, ինքը այդ ահազանգները անմիջապես կնկատի։ Ինձ երբեմն շատ զարմացնում է, որ օրինակ գալիս են հարցնում ես երբանից է, օրինակ 1 տարի գանգատ կա ակնհայտ, որը անմիջապես չեմ ասում իր կյանքին վտանգ սպառնասող, բայց օրինակ մշտական դեֆիցիտ է, երկաթ դեֆիցիտ է, վիտամինային դեֆիցիտ է, հորմոնալ խանգարում է, որը ժամանակին կանխարգելելու դու փոխում ես քո ամբողջ կյանքի որակը, քո ուշադրությունը, քո շփվելու ունակություններն ու հմտությունների որակը։ Տեսեք, եթե մենք դյուրագրգիռ ենք, եթե մենք երկաթի պակաս ունենք, տարական բան ասեմ, կամ մեր ստրեսը անընդհատ բարձր է ու մենք չենք վերալիցքավորվում, մենք ինչ որակի շփում պիտի ապահովենք, թե մեր հարազատների, թե մեր հաճախորդների եւ այն ոլորտում, որտեղ մենք աշխատում ենք գործընկերների հետ։ Այսինքն սովորաբար այդ դեֆիցիտն է, որ չի լրացվում։ Եթե նկատում եք, որ մշտապես հոգնած եք, եթե անընդհատ ցրված եք, ելի մի հետաքրքիր կապ կա, որ շատերը կարծում են, որ մոռացկոտությունը ու ցրվածությունը դա պարտադիր ուղեղի հիվանդություն է, դեմենցիա է, այդպես ախտորոշումով արդեն գալիս են միջին տարիքի առողջ կանայք, բայց արի ուտես, որ առաջինը խորհուրդ է տրվում փնտրել դեպրեսիա եւ ստրես, որովհետեւ առաջին դոմենը, որ խանգարվում է, այսպես ասած, դա ուշադրությունն ու հիշողությունն է։ Եթե կա տկարություն, թուլություն, ուժերի պակաս, ձեռքերի դող, գլխապտույտ, այնքան շատ են սիմպտոմները, պարտադիր պետք է սեփական մարմինը ճանաչես ու ընդհանրապես ժամանակին դիմես օրինակ բուժզնման կամ այցի։ Սիրելի կանայք, ֆիքսեք այս ամենը եւ եթե ունեք խնդիրներ, անպայման մի հետաձգեք հենց այսօր։ Գնացեք ու դիմեք բժշկի եւ եղեք առողջ ու գեղեցիկ։ Իսկ մենք շարունակենք մեր զրույցը հետաքրքիր։ Շատ լավ, սիրով։ Ինչպես է անցնում ձեր նկարահանումները Բուժինֆոյի տաղավարում։ Ես իհարկե բախտ ունեցել եմ լինելու ձեզ մոտ։ Ճիշտ է, ամանորյա մենք ձեզ շատ գեղեցիկ շրջանակներում, բայց ուզում եմ պատմեք ձեր տպավորությունների մասին որպես հաղորդավարուհի։ Եվ հաշվի առնենք, որ դուք ամբողջ կյանք աշխատել եք բժշկական ասպարեզում եւ հեռուստատեսություն։ Իհարկե նույնն եք բերել հեռուստատեսություն, ամենակարևոր կետը կարծում եմ դա, բայց այս հաղթահարումներն ինչպես անցակ, ինչպես է եւ արդյոք հետո մարդիկ կարողանում են ձեզ մոտ գալուց այսպես միանգամից ուրախությամբ չասել, սա այն հաղորդավարուհին էր ու մենք տեսել ենք Շանթի եթերում։ Նախ ասեմ, որ երևի թե ինձ հենց սկզբից, երբ ես սկսեցի նկարահանվել, ինձ շատ գործընկերներ եւ նկարահանող խմբից ասում են, ինչպես ես այդպես վստահ վարժ խոսում։ Իհարկե առաջինը մի քիչ բարդություններ էր լույսերը, տեսախցիկները, որտեղ նայել, չնայել, բնականաբար հուզմունք կա ու մինչև օրս լինում է սկսվելուց առաջ։ Բայց քանի որ ես էլի եմ ասել, շատ հաճախ էի շփվում գոլեգաների հետ, ունենում դասախոսություններ, ինչ-որ լեկցիաներ, քննարկումներ, ինձ դա շատ է օգնել արտահայտել մտքերս։ Եվ քանի որ այո, սա իմ սֆերան է, ես վերջերս էլի մեր հյուրերից մեկը ասում է, այ ինչպես եք հասցնում, բա թեմաները նախապես ուսումնասիրում եք, սովորում եք, ասում եմ իհարկե ոչ, բժիշկ եմ, ինչքան որ օրինակ կրուպի մասին կամ այն հիվանդության, որը նյարդաբանական չէ, գիտեմ, դա նախ ինձ բավարար է, եւ ակտիվ հետաքրքրվածությունը
արդեն իսկ հարցի երևի թե կեսից շատն է մինչև սցենար կարդալը։ Ինչի, որովհետև եթե դու ունես իրոք բնական այսպես հետաքրքրվածություն եւ ակտիվ լսելու ունակություն, ինչ շատ հեշտ է այդ փոխհամագործակցությունը, կոմունիկացիան ապահովել, որտեղ իրոք ինձ հետաքրքիր է։ Յուրաքանչյուր հարց, որ ես ընթացքում տալիս եմ, մեր սցենարիստը Գայանն է երբեմն ծիծաղում է, ասում է, դե դու հաստատ փոխելու ես, ինչ որ հարցեր բացելու ես տալու, բայց ես սա կազմել եմ, ծիծաղում ենք, ասեմ, հա, գա, երբեմն համաձայնի, որ զրույցի ընթացքում կարծես թե քեզ թվում է միգուցե ավելի տեղին եւ ակտուալ հարց հնչեցնես, որտեղ ամեն դեպքում զրույց է եւ կարող է այլ կերպ գնա, քան դու պլանավորել ես եւ գրել ես նախապես։ Այնպես որ շատ լավ միջավայրում է անցնում, շատ հարմոնիկ ու ներդաշնակ, համենայն դեպս ես ասում եմ իմ տպավորությունները։ Եվս մեկ բան ու երևի թե ավարտենք այսօր, ուզում եմ մեր կանանց հիշեցնեք, որ ամեն դեպքում նորմալ է ապրել այնպես, ինչպես իրենք կարողանում են այդ պահին եւ չընկնեն, այսպես ասած, ստանդարտների հետևից, այո։ Մեծ սիրով խոսքս կուզեի հղել մեր կանանց, մեզ բոլորից, որովհետև ինքներս մեզ մենք պարբերաբար պետք է հիշեցնենք, կարծում եմ այդ մասին, հիշեցնում ենք, որ չկան շաբլոններ, չկան ստանդարտներ եւ երբեմն այն կեղծ կաղապարները եւ համոզմունքները, որով մենք ապրում ենք, լրիվ սին եւ անհիմն են, այսպես ասած, ես կառաջարկեմ, որ յուրաքանչյուրս պարբերաբար չմոռանանք մեզ գովել, ֆիքսվել եւ ակցենտավորել մեր առավելությունները։ Այ օրինակ տեսեք, մարդը ասում է, ես մեյքափ չեմ անում, ընդհանրապես ընդգծում եմ իմ առավելություններից։ Դա այնքան շատ է դուր գալիս, որ մարդ լավ գիտի իր առավելությունը եւ փորձում է շեշտը դնել դրա վրա, այլ ոչ թե ամբողջ օրը հիշել իր թերի կամ ինչ որ փոքրիկ թերությունները, որոնք իրենց մտատանջում են։ Կառաջարկեի սիրել ընդունեք ինքներդ ձեզ ինչպեսին դուք եք։ Ուզում եմ ասել, եւ եթե անգամ ունեք թերություններ, որոնց մասին դուք գիտեք, դա ընդհանրապես խնդիր չէ, նույն թերությունը կարելի է դարձնել առավելություն եւ չկա այնպեսի մարդ, ով չունի իրականում թերություններ, դու որ տեսանկյունից ես դրան նայում։ Գեղեցիկ են, բոլորը յուրօրինակ են, տարբերվող են, շատ լավ բան ասացիք, եկեք սիրենք մեզ։ Այս նախադասությունը շատ դուրս եկավ ինձ մե։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալ եմ, ինձ էլ էր հաճելի։ Մենք անցնենք առաջ եւ դիտենք էսքիզներ Մատենադարանի մասին։ Մենք վերադարձանք, իհարկե հիմա ժամանակն է դիտելու գովաստ եւ հետ կվերադառնանք, իսկ դուք մնացեք Շանթի եթերում։ Գովաստ։ Վերադարձանք ու ասենք, որ ամեն տարի Սուրբ Զատիկին հաջորդող կիրակի օրը Շուրիշկանի ավետարանը Մատենադարանից տարվում է Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որպեսզի ուխտավորները հաղորդակցվեն ավետարանի հրաշագործ զորությանը։ Հնարավոր վտանգներից պաշտպանվելու նպատակով ավետարանը անգամ թաղվել է հողի մեջ, բայց որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում, գոյացնելով լճակ։ Սուրբ Գիրքը դուրս է բերվում այնտեղից միայն 7 տարի անց, աստվածային զորությամբ մնալով գրեթե անվնաս։ Այսուհետ մենք պատմելու ենք նաև խնդրակատար ավետարանների մասին, որ կարող եք տեսնել Մատենադարանում։ Հիմա առաջարկում եմ, այո, միասին դիտենք տեսանյութը։ Մենք վերադարձանք ու այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում ենք դրական հաճելի եւ ժպիտներով լի օր։ Առաջարկում ենք մնալ Շանթի եթերում, որովհետեւ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Իսկ մենք ձեզ հետ կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։ Հաջողություն։